Բարի երեկո ժողովուրդ ջան։ Եթե լսվում է, խնդրում եմ գրեք, որ լսվում է, եւ ըստ դրա կանդրադառնանք։ Ժողովուրդ ջան, նախ եւ առաջ ուզում եմ եւս մեկ անգամ խոնարհվել մեր անմեղ զոհերի հիշատակի առաջ, շիրիմների առաջ, խոնարհվել գյումրեցիների առաջ եւ շնորհակալություն հայտնել գյումրեցիներից։ Գյումրիից եկա ապշած, համ հիացած, համ զարմացած։ Զարմացածից խոսենք, հետո նոր հիացածից խոսենք։ Կամ հակառակը։ Ժողովուրդ ջան, զարմացած էի Գյումրու եկեղեցու բակում, հասարակությանը, եկեղեցու զավակին հետ շփվող քահանայի լեքսիկոնից, դա ուղղակի խայտառակություն էր, իրոք խայտառակություն, որի մեջ շատ բարի բաներ կար դեպի մեզ, դեպի մեր իշխանությունը, բարի բանն էր, որ մեր իշխանությունը ճիշտ կռիվ անում, ոչ թե եկեղեցու դեմ, ոչ թե սրբացած քարերի ու տաճարների դեմ, այլ այդ տաճարը պղծողների, ղեկավարողների, կեղծ քարոզ անողների, կեղծ պատարակ մատուցողների դեմ ես ուղղակի ապշած եմ, ես չպատկերացրեցի դա քահանայա, թե համասեռամոլների խմբից դուրս եկած ինչ-որ մի հատ կույտ, ես զարմացա ուղղակի ոնց կարա քահանան, երկրի քահանան, ծառան երկրի, որ ծառայում է Աստծուն, ծառայում է ժողովրդին հաղորդակցում է Աստծու հետ, Աստվածաշան իհարկե հաղորդակցողը դա լինի, ոնց կարա այդ լեքսիկոնով խոսա, ու ինձ դե գիտես ինչա ապշեցրեց երկրորդ հատվածը, այն որ Են ամոթաթիք են, են ամփույթ սեքսի մնացորդը, են սեռական թուրիմացությունը, են անկողնի մեջ մարդու կնիկ, որ երկուսով, այսինքն ոչ թե մարդու կնիկ, էք ու ворց, որ անկողնու մեջ միամդաբար հանում են շորերը ու հետևանքները առաջանում։ Այդ հետևանքը այդ լրագրող անինա, երբ որ այս մարդը լրագրողին հարցատալի էս քահանա ասված նողկանքը, ասма դուք ամուսնացած եք, ասма դուք ոնց եք քո կնոջ հետ, ասма ես ամուսնացած չեմ, ասма տղան գեր չունես, անին դե ուրախանում, անի ջան կարողա քու մաման ու պապանել են երկուսը պապա եղե, մամա չի եղե։ Ես ուզում եմ զարմանում եմ էլի, զարմացած եկել եմ։ Ինչի համար է քեզ տենց դրսևորում, այդ լկտի բերանդ խի էր բացար, այդ քառակուսի բերանդ։ Այ կեղտ, որ նայում եմ քեզ զզվանք եմ ապրում։ Դու այն որ ես քեզ այսպես հագցրել եմ ամենավերջի ձևով պուբլիշնի ու այդ օրվանից որ դու մոդիկ չես գալի ու դեմքդ բացնում ես, ես դրանից հաճույք եմ ստանում։ Ես քո նման գառլախներին ազատելու եմ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների հետ շփվելու հնարավորությունից ու քո նման ալյանդակ են, քեզ սատարող քահանաներն են ու քո կողմից սատարված քահանաներն են։ Ես Ալեն Սիմոնյանի ցավը տանեմ, Ալեն Սիմոնյանս ասեց, որ գնալու ենք Էջմիածին, Սուրբ Էջմիածին, ժողովուրդ ջան, ես մեռնեմ այդ օրվանը։ Ամենակարևոր բանը այն է, որ մենք քրիստոնյա ազգ ենք, բայց մեր քրիստոնյա ազգի process-ը, քրիստոնյա աստված այդ համակարգը վտանգված է, ժողովուրդ հասկացեք, ժողովուրդ գիտակցեք ու դարձի եկեք։ Մենք պետք է սրանց արմատախիլ անենք Աստծո տաճարներից, սրանք խայտառակություն են, սրանք թուրիմացություն են, սրանք շեղված սեռական ամբոխ են, մի հատ խախտված սեռական, սեռաշեղված ամբոխ են, որը հավաքվել են մեր Աստծո տաճարի մեջ ու պղծվել են Աստծո տաճարը։ Իսկ հիմա անդրադառնամ Գյումրու այն ամենայուրահատուկ հատվածին, որ սուկ ներեսներին արցունք բոլորը լացում են եկեղեցի մեջ, գրեթե բոլորս։ Մարդիկ հավաքված են ու կայնած են վարչապետի կողքը։ Մարդիկ լռությամբ ընդունեցին, խոնարհված էլ ճամփու դրեցին լռության օրեր։ Գիտակից հայի համար լռության օր է։ Պատերազմի ժամանակ չլռեցիք, բնության այս անդառնալի աղետի ժամանակ չլռեցիք, սիրելի լրագրողներ, ոչ թե լրագրողներ, այլ թափ-թփուկ համակարգ չլռեցիք, ոչ մի հարցում։ Ու վաղտով շուտ ռեպորտաժներ էիք հրապարակում, որ Փաշինյանը չի ընդունվելու Գյումրիում, նա տեղ չունի, եկեղեցին փակված է քահանաներով, չգիտեմ ինչով։ Սիրելի Սփյուռք, սիրելի ոչ ընդեղ ներկա գտնվող հասարակություն, բոլորիդ տեղը մասնակցել ենք պատարակի, բոլոր process-ներն ու ճանապարհները բաց ու կանաչ էր մեր պետության ու պետականության եւ պատկան մարմինների համար, այնտեղ չկար ոչ մի խոչընդոտ։ Կային թափ-թփուկ երկու հատված, դրանք բոլոր տեղերում են կան ժողովուրդ ջան։ Կամ մի հատ տղամարդկար կարմիր խնձորի ձեներ հանում, ոնց որ իր կարմիր խնձորներ էր բրծավ, այդ մի րոպեն այլ է, մեկ էլ ամփույթ անիները թափ-թփուկը, այդ կանացի ատխոդը, դա սեռական ատխոդ է, բջիջ, այն որ այդ մեն ձիուց սերնա հեղուկը քաշում են, տանում են մեկ ուրիշ ձիու մեջ են ներարկում, էդի դրանցից առաջացած ինչ որ բան է, ես չեմ պատկերացնում, որ այդտեղ ինչ որ ընտանյական ներդրում ա եղել, որ դա առաջանա, չկա նման բան ժողովուրդ ջան, չկա, բացարձակ, իսկ ինչ մնում է Գյումրուն,
Գյումրու անդառնալի վիշտը մեր հայ ազգի վիշտն է, մենակ դա գյումրեցու վիշտը չի։ Մենք կանգնած ենք մեր Գյումրու կողքին։ Կանգնած ենք գիտեք ինչի համար, որովհետև այսօր Գյումրին պարզապացուցեց, որ ինքը կանգնած է մեր կողքին, մեր իշխանության կողքին, մեր վարչապետի կողքին։ Ես հիացած եկել եմ, ես ապշած եկել եմ, հյուրընկալվելով, հյուրասիրվելով եկել եմ, ես հպարտ եմ են դիմավորելու պրոցեսից, ես հպարտ եմ մեր գյումրեցիներով միշտ, են որ ասում են Ավագյան ջան, իդե քո տունն է օրեգերիս բարով իսեգի, էդ էլ իմ համար մեծ հպարտություն էր, իրոք Գյումրին իմ տունն է, Գյումրու գիտակից ժողովուրդը մի մեծ ամբոխ է, որը կանգնած է այս պետության ու պետականության ու վարչապետի կողքին, այն հակահաչացողները միշտ կլինեն, անի նման սեռական օրգանի ֆիզիոնոմիայով միկրոֆոնը ձեռին պետությունն ու պետականությունը խեղաթուրող ապականողներ միշտ կլինեն, ինչ եմ ուզում ասած եմ, որ շնորհակալ եմ մեր Գյումրուց, ժամանակը կարճ էր, եղանակը շատ անպամած, մռայլ, անձրևաձնաշաղաղ վիճակ էր, շատ դժվար հետեկանք, արդեն իսկ մութ էր մինչև հասանք տեղ ժողովուրդ ջան, ուստի ժամանակ չունեցանք, որ մեր բնակչության հետ էլ ավելի երկար շփվենք, բայց ամենայն դեպս խոնարհվում եմ մեր հպարտ գյումրեցիների առաջ, եկանք Գյումրու դեպի Երևան գալացող ճանապարհի Պանթեոնում կանգնեցինք, խոնարհվեցինք այն տղերքի առաջ, որի արյան գնով այսօր կանք ու ման ենք գալի, ապրում ենք, շնչում ենք, գոյատևում ենք, շատերի ծնողներին հանդիպեցի, վանքի մուտքի մոտ խոնարհվում եմ նրանց առաջ նույնպես, համբերություն եմ մաղթում ու ասում եմ Գյումրին Հայաստանի Հանրապետության հպարտությունն է, Գյումրու ավանդական այդ ադատները, ամեն ինչը գյումրեցին ընդհանրապես, նա մանավանդ կանանց մասին է խոսքը, հայ մայրերի կերպարը կերտող ամենամեծ մայրերն են ինձ համար, գյումրեցիք իմ հպարտությունն են, Շիրակի մարզի իմ հպարտությունն է, կխնդրեմ Շիրակի մարզի ողջ հասարակությանը չմոռանան, որ ես Ռուստամն էի Ավագյան, որ կանգնեցի, ընկավ է ինչիկ ասածը, որ սատկեց ու հեռացավ հայլու առաջի անժոյի բանում նստում էր ստուդիայում ու ասում էր Շիրակի մարզի ժողովուրդը, թուրք են, նրանք առաջացել են անասուններից, ես բոլորի պատասխանը տվել եմ ու ես այսօր վախենալու բան չունեմ, Գյումրուն մի տատիկ մոտեցավ ինձ շատ ջղայնացած հեգնանքով ասեց, գիտես ինչ կա, ինչ անում ես սխալ ես անում, ուզեցա վիրավորեմ, մտածեցի քաղաքական հայացքներից թեքված կինա էլի ավիրված, այն էլ հասկացա, որ այդ կինը ուղղակի լծված էր, անհանգստացած էր, լացակումած ինձ ասեց քո արածը քո դուրը գալիս է, ես չեմ կարող քնեմ Ռուստամ ջան, իմ ուշը միտքը դու ես փաթաթվեց իրան, ասի տակ ջան հանգիստ եղի, իմ մոտ ամեն ինչ նորմալ է, բալա ջան, սրանք այլանդակ են, գլուխդ կուտեն, այս Վարդանը 100 հոգու գլուխ ա կերել, այս Գյումրին էլ է չարփացած դարե ժողովուրդը, ասի տակ ջան, գետնի տակ ավելի լավ մարդիկ կան, քան թե գետնի երեսին մնացել են պղծված քահանաներ, հայ զինվորի արյան գնով Հայաստանն ապականող ու խեղաթուրող տականքներ եւ մի քանի գրագետ ու գիտակից սքաշաղաղ ընտանիքներ, դրանց անես էլ տակը բան չի մնացել, ըստ դրա պետք է կանես քո Գյումրու կողքին, քո երկրի կողքին, քո ժողովրդի կողքին, որ նայես ու հասկանաս, որ իրոք դու հայ ես, դու ապրելու իրավունք ունես, դու այս անդառնալի կորուստներից, այս պատերազմներից, այս բնության աղետից հետո դու այսօր կաս հայ ազգ, դու կաս այսօր Գյումրի հպարտացի ու այդ հպարտությունը վայր չդնես, քո հպարտությունը հայ ազգի մանդատն է հաջողության, քո հպարտությունը հայ ազգի գրավականն է հաջողության ու առողջության ու խաղաղության, ժողովուրդ ջան մի ամուր ուժերով կանգնեք այս իշխանության կողքը, եթե մենք կհրապարակի մեր պատկան մարմինը, թե Կիրակի օրը որ ուղղությամբ ենք ուղղորդվելու, որ Աստծո տաճարում ենք օծվելու, որ Աստծո տաճարում ենք պատարագի մասնակցելու, որ Աստծո խոսքն ենք լսելու, որ Աստծո տաճարում կխնդրեմ այնուհետև բոլորդ մի ամուր ուժերով միանաք, բոլորդ կանգնեք հպարտությամբ այս իշխանության կողքը, չկա այլ տարբերակ, այս մարդիկ էլ ունեն սխալներ, բայց սրանք անթերի են, երբ որ համեմատում ես 36 տարվա այդ թերություններին, երբ որ համեմատում ես երկիրը ապականացների հետ, երբ որ համեմատում ես երկիրը ծախած ու իրանց համար վիլաներ առածների հետ, հասկանում ես, որ իրոք այս իշխանությունը Աստծո տված իշխանություն է, Աստծո տված, այն ժամանակ, որ Փաշինյանը չկար, մի բան, որ ասում են, հա, կարող է գիտես Նիկոլի դարն է, ժողովուրդ ջան եկել է Նիկոլի դարը, այդ դարը պահելու, այդ դարի մեջ խորը արմատներ գցելու ու այդ արմատները ջրելու, կանաչացնելու բոլոր պրոցեսները պետք անի հասարակությունն ու վերջ, ես ուղարկի օրեն եւս մեկ անգամ ասում, շնորհակալ եմ գյումրեցիներից, գյումրենիցիների առատաձեռնությունից, բարեհամբույր վերաբերմունքից, գյումրեցիների հյուրընկալելու այդ թանկ ու ջերմ պրոցեսից ես հիացած եմ եկել, ես ուղարկի ապշեցի մենակ այդ քահանա ասված տականքի վրա ժողովուրդ
Ես քահանա ընկեր ունեմ Փանիկից, որ հետը խոսում եմ, ասում եմ լսում եմ զավակս, ինձնից փոքրային կտարիքով։ Քահանան այտենց պետք է մոտենա հասարակությանը, բնակչությանը, ոչ թե ասի արա գնաս տենց, հա, դու տղա ընկեր ունես, հասկանում ես, բայց որ խորանում ես այդ քահանային էլ մեղադրելու չի։ Դրանք երբ որ այդ քահանայի կնիքն ու ֆարաջեն ստացել են, այդ խաչն էլ որ կախել են առանց գիտակցելու թե ուր են կախում, խաչը կախեն մի հատ ծառի վրա պատահական ագրավները տանեն կամ ժանգոտեր այդ ավելի շատ մեծ պատիվ ու հարգանք ունենային Աստծու մոտ, այս տաճարի մեջի բնակրվածները ու չբնաջնջվածները, քան ստե խաչը կախել են պղծվածների վզին, ոնց կարա մարդը, քահանան, Աստծու հետ հաղորդակցող մարդը Աստծու տված ժողովրդի հետ է ձևի խոսա այդ լոքսիկոնով։ Մեղադրում են այդ քահանային, ես էլ եմ մեկ-մեկ մեղադրում, բայց որ խորանում ես, մեղադրելու չի։ Այդ քահանան երբ որ մտել է Աստծու տուն, բացի Աստծու գիրկը բացելուց, բացի կարդալուց մեր նոր կտակարանը, մեր Աստվածաշունչը, նա կարդացել է թե ոնց կարելի է բիզնեսներ ստեղծել, մոմից ինչ փող կարելի է առնել, կնունքին կարելի է 100,000 առնել, թաղումը մի քիչ ծանր է կարելի է 150,000-ով հողարկավորել դա։ Նրանք մտածել են մենակ եկամտի աղբյուր ձեռք բերելու օղակների մասին։ Ըստ դրանց նրանք չգիտեն ինչ է նշանակում եկեղեցին եւ ինչ է նշանակում եկեղեցուն հարակից տարածքում ապրող բնակիչը եւ ընդհանրապես եկեղեցու զավակը, որը դա հասարակությունն է։ Նա դա չի գիտակցում։ Եվ նախի առաջարկում մարկանց ասելով որ դու տղու հետ էլ չես ամուսնացել, եթե եկեղեցու քահանան սեռական անտանելի բարբայա կպնում քեռագնի հետ, առանց ամաչելու փաստացի վիդեոն կա, քեռագնի հետ բարբայա կպնում, ինձ թվում է տղամարդու հետ անկողին մտնելը դա այդքան մեծ խնդիր չի, ես չգիտեմ, ես օրինակ գիտեմ, որ քեռին էլ է սրբություն, քեռագինն էլ մի քիչ ավելի նուրբ սրբություն է, բայց քեռագնի հետ քահանան տեղաշորի մեջ քյալլատա ու այդ քյալլատվող քեռագին քարոզող քահանաները այսօր իրանց Աստծու զավակին, իրանց հասարակությանը, իրանց ժողովրդին ասում են գնացեք արաբոշեմ տղու հետ ամուսնացեք, ինչի քահանան էս լեքսիկոնով է խոսում, ահա եւ Գյումրու միակ թերությունը դա է, այդ պղծված քահանաներ, եւ ես կոչ եմ անում իմ վարչապետին, իմ պետությանը, իմ հասարակությանը, իմ պատկան մարմիններին, ոչ թե միայն մտածեն վեհապարն ազատելու մասին, այլ մտածեն Գյումրու այդ սուրբ տաճարն էլ սրբապիղծներից ազատելու մասին ժողովուրդ ջան, սա խայտարակություն է, սա քաոս է ընդամենը, բառից բուն իմաստով քաոս, ինչքան լծակներ ունեն ներ են դնում Հայաստանի Հանրապետությունը ապականելու ցանկացած պրոցես, կլինի դպրոց, կլինի մանկապարտեզ, կլինի հիվանդանոց, ինչ որ միտեղ սաներին են վնաս տալի դպրոցում, մանկապարտեզում սաներին են վնաս տալի, հիվանդանոցում հիվանդին են թողում անօգնական վիճակում, ամեն ինչ անում են տարբեր տեղեր, այդ Քոչարյանական կլանը, այդ սերժական կլանը, այդ քահանաների կույտը, որպիսի վնաս տանես հասարակությանը, որպիսի վնաս տանես իշխանությանը ու ասեն նախկիններին եք ասում ներկաներն էլ ոչինչ չեն անում, ոչ ժողովուրդ ջան, ներկաներն անում են ամենաանհնարինը ժողովուրդ։ Իրոք անում են ամենաանհնարին։ Ես ինքս ապշած եմ։ Բրծավ գնաց, ես ապշած եմ, ապշած այդ քահանայի վրա։ Ես երկուսը մեկում հետ եմ եկել Լեննականից, երկուսը մեկում հետ եմ եկել, հետ եմ եկել ապշած, հետ եմ եկել հիացած, հետ եմ եկել հագեցած, թե ինչ ընդունելություններ, ուր են ձեր կիսաբացի փչացածները, ձեր տիկտոկյան պոռնիկ երկու կանայք ունեք, ամբողջ Գյումրում այդ երկու փչացածն են, որ տիկտոկում խոսում են երկրի իշխանությունից, վարչապետից, չկային ոչ մեկ ժողովուրդ, գնացել ենք հարթ ու կանաչ ճանապարհով, հետ ենք եկել հարթ ու կանաչ ճանապարհով, միակ թերությունը անին էր, անին այդ սեռական անիմանալ շփման հետևանքը մեկ էլ իրան միկրոֆոնը ձիգ բերանը մցրած քահանան մնացած ամեն ինչ համապատասխանել եվրոպական ստանդարտներին ուզում եմ ասած եմ ժողովուրդ ջան որ Փաշինյանը ուր էլ գնա էլ ավելի շատ ամբոխ է հավաքվում այս պատարակներին մասնակցելը դարձել է հեղափոխության այդ օղակի նման ինչ-որ մի օղակ, երբ որ քայլում էր էլ ավելի են շատանում հասարակությունը, էլ ավելի հպարտորեն են գալի ու կանգնում քո իշխանության կողքը, այս հասարակությունը պատարակներին անգամ մասնակցում է այդ կարգավիճակով, ժողովուրդ պատարակին մարդիկ մասնակցում են, Փաշինյանի հետ քայլում են մարդիկ, 15-20 հազար դրամ տալիս են տաքսիներին, թոշակառու, հաշվանդամ, նստում են Երևանից անգամ գալիս են, որ իրենց վարչապետի կողքին լինեն, ինչ է նշանակում դա նշանակում է, որ վարչապետին մինչև առ այսօր անկախ ձեր հալածանքների, ձեր ապականելու, ձեր խեղաթուրելու process-ի մինչև առեսօր այս վարչապետին սիրում են, սիրելու են ու հարգելու են էլ ավելի շատ։ Ես այսքանը կասեմ, Գյումրի շնորհակալ եմ ձեզանից, խոնարհվում եմ մեր սքի առաջ, խոնարհվում եմ մեր անդառնալի կորուստների, մեր այդ սքաշաղախ ընտանիքների առաջ ու հուսամ, որ մոտակա տարիներին, երբ որ կմոտենան Գյումրի մոմ վառելու կգան Գյումրի քայլելու Գյումրու տեսարժան վայրերը հաստատ չեն լինի տնակի մեջ ապրող ժողովուրդ։ Իմ միակ երազանքը դա է։ Աստծու կամոք թող դա էլ կարգավորվի ժողովուրդ ջան ձեզ ուժ ու կորով համբերություն լինեք միշտ մի ամուր ուժերով
ուսուսի տված, մի բռուս դարած ու մեկս մեկի կողքին կանգնած շատ շնորհակալ եմ ժողովուրդ ջան, իրոք հագեցնող, հիացնող ժողովուրդ է իմ Գյումրին իր երգով, իր վերքով, իր ամեն ինչով միևնույն պահին ժպիտ երեսին ուղիղ մեջքով կանգնած է, շնորհակալ եմ իմ Գյումրի, բոլորիցդ, տուն առ տուն, ինձ մոտիկացողներին, ինձ տենող անտեսողներին, ինձ ով որ չեր ուզում տենար նրանց էլ հետը դուք իմ գյումրեցիներն եք, անկախ ամեն ինչից, գիտակից թե անգիտակից, իմ Գյումրին ուրիշ է, իմ Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ սիրտն է, որը անդառնալի ճաք հատվելու ապականվել է իմ Գյումրին ու նորից վերականգնվել է, թող նոր ծնունդ ունենա Գյումրին ու էլ ավելի շատանա ու շենանա, այսքանը լավ մնացեք ժողովուրդ ջան, սիրում եմ ձեզ բոլորիդ, մանավանդ իմ Գյումրի, ձեզ հիացած եմ ձեզանից, բարի գիշեր ձեզ